նոր տարբերակ է, թուփի դիզայն է ստեղծել և Jenga։ Թե ինչպես անցել մեր գրաֆիկ դիզայնը, թե ինչ ենք մենք արել, թե այս տարի ոնց է անցել։ Նախ զարմանալի էր, քանի որ շատ նոր սովորողներ էին մեզ միացել և մենք քանի որ չենք կարողանալու շարունակել մեր հիմնական նախագծերը, այսինքն սկսենք ավելի դժվար նախագծեր ստեղծել, մենք որոշեցինք, համ դասատուները, համ մենք, որպես հին սովորողներ, որոշեցինք նոր սովորպես արտեֆակտ, եթե էլի բաժնենք երկու մասի, կլինի art և fact։ Էլի բաժնելով մենք կհասկանանք, որ art-ը նշանակում է որպես նկար դերգրավում, որ մարդիկ երբ նայեն այդ նկարներին և իրանց մտածել եք երկով։ Ես ուրիշ բան կանեմ, բայց այս անդամ սարդվեսի։ Մենակ այս տեսամյակ եմ եկել, այսքան առաջին տեսամյակ չեմ եկել ես։ Արդեն որքան որ չկար մեր համակարգում գրաֆիկ դիզայն բաժինը, դրա համար ես փորձեցի կողքից էլ ավելի գիտելիքներ փորձեմ ձեռք բերել, թեկուզ իմ հարցերով ուղղան Իգոր Միքայելին, Իգոր Նարեկին ու էլ ավելի լավացնեմ իմ գիտելիքը ու հաջորդ տարի որոշել եմ համեցակ սովորելու։ Հենց դիզայն բաժին։ Արդեն հիմա ընդհանրության դասաժամը գինեգործության ընթացքում գինեգործության է դնում ու այդ ընթացքում ինքը տարբեր աշխատանքներ անում է գինեգործության համար դիզայնի, ոնց որ գինու տարբեր պիտակներ է սարքել, որոնք մենք ընտրում ենք Գերմանիայից, որը արժե օգտագործել, որը չէ, ոնց որ թե մի տարբերակ օգտագործել ենք։ Որը հանդիսանում է կրեատիվ կազմակերպություն, որը ստեղծում է տարբեր կազմակերպությունների համար սոցիալական հարթակներում տարբեր մեդիաներ, օրինակ սոցիալական ցանցի դիզայններ, կայքի դիզայն, ֆորմերի դիզայն եւ այլն։ Ինչ-որ չափ անցնենք դասավանդելով միջոցառում, ինչ-որ չափ մենք մեր գիտելիքները զարգացրեցինք եւ նրանց փորձեցինք կիսել մեր գիտելիքներով։ Իդեպ ուզում եմ ասել, որ Յաննան այս տարի ծնվանը դիմապապիկ նախագծով, մեր նախագծով, որը թեւի փոխանցում է չափսից մրցանակը հաղթել է մրցանակ։ Մեկ որ քանդակային պարապմունքները սովորողները ստեղծեին անկառավարելի վիճակ և այդ ժամանակ ինչ էինք անում, մազերից քաշել։ Չէ, քանի որ մենք ինչ-որ չափով սնտիկից ջահեր ենք, մենք փորձում ենք նրանց տարբերություններ չդնել, ասենք, եթե դասավանդողը մեծան, նրանք փորձում են նրանց հարգել, իսկ մեզ ինչ-որ չափով ասում են, թե լավ մեր ընկերներն ոչինչ, ասում ենք, ինչ-որ այդ սահմանը փորձել ենք դնել, որ մենք դասավանդող ենք, մեր ինչքան մենք իրական ենք, մեր պետք է լինենք որպես ուսուցիչ։ Միքայելի իրենք շրջանավարտ են եւ պատկերացնում եք ինչքան ծանրաբեռնված են, դիպլոմային նախագիծ են գրում եւ ներգործնական մաս են մշակում, այդ ամեն ինչի հետ իրենք հասցնում են իրենց սովորողներին առաջնորդել, դասավանդել, ոգևորել եւ ընթացքից իրենք որ կիսվում են իրենց մեթոդների լուծումներ գտնում, այսինքն իրենք լինելով սովորող կրթելու, սովորեցնելու հետաքրքիր մեթոդներ են մշակել, լինելով ավագ ընկեր նաեւ։ Ես ուզում եմ նաեւ մի կետ մատնանշել, իրենք շատ պատասխանատու սովորողներ են եւ սովորել են իրենք, որ անպայման այս տարիքում պետք է ունենալ պորտֆոլիո հասարակությանը ներկայանալու համար։